Բարև ձեզ, Վանաձայն եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ պարբերաբար հնարավորություն ունենք ներկայացնելու ձեր ղեկավարած թանգարանի գործունեությունը, անդրադառնալու նաեւ թանգարանի մասնաճյուղերի գործունեությանը եւ այսօր էլ, քանի որ այս տարվա մեր առաջին հանդիպումն է, պետք է նախ ներկայացնենք ինչով է այսօր զբաղված թանգարանը, ինչ ցուցադրություններ ունեք։ Շնորհակալություն նման հնարավորություն ընձեռնելու համար։ Գրականության եւ արվեստի թանգարանի գործունեության պարտադիր մասն է կազմում իհարկե գիտական, հետազոտական աշխատանքը։ Թանգարանի դռները բաց են բոլոր հետազոտողների առջև եւ սա հնարավորություն է տալիս անընդհատ նոր գիտական աշխատանքների մեկնարկի, նոր ուսումնասիրությունների, նոր բացահայտումների եւ այլն, եւ իհարկե ինչ թանգարան առանց ցուցադրությունների ու առանց կրթական, մշակութային ու ժամանցային ծրագրերի։ Գրականության եւ արվեստի թանգարանում արդեն տևական ժամանակ է մեկնարկել է պատում 1 իրի ցուցադրությունների շարքը, որի շրջանակում ցուցադրվում է 1 թանգարանային նմուշ իր հետաքրքիր պատմությամբ։ Մեկնարկը տրվեց Շարլ Ազնավուրի առաջին բեմական հագուստի ցուցադրությամբ, այնուհետև ցուցադրվեց Մարկոս Գրիգորյանի եւ Փարաջանովի ընկերության խորհրդանիշը դարձած 1 կարպետի ցուցադրությամբ եւ այսպես պարբերաբար պիտի շարունակվի։ Այս սրահում մեկնարկեց իհարկե վերջերս մանուշյանական շաբաթը, Միսակ Մանուշյան ականատեսի աչքերով ցուցադրությամբ, որը կգործի դեռևս 1 ամիս։ Այստեղ ցուցադրվում են բացառիկ նմուշներ եւ այն նմուշները, որոնք պահվում են գրականության եւ արվեստի թանգարանում, եւ ժամանակավոր ցուցադրության համար պահտրված ցուցանմուշներ, այդ թվում Միսակ Մանուշյանի կյանքի վերջին գրած 2 նամակներից մեկը։ Միսակ Մանուշյանը 2 նամակ է գրել մահվանից ընդամենը ժամեր առաջ։ Մեկն ուղղված էր Մելինեին, նշանավոր հայտնի նամակն է, եւ մեկը Մելինեի քրոջը։ Այս նամակը երբևէ ցուցադրված չի եղել հանրության համար։ Եվ ահա այստեղ կարող եք ծանոթանալ այս հուզառատ ու գեղեցիկ նամակին, նրա ձեռագրերին, Մելինեի ձեռագրական նմուշների եւ թանգարանում պահվող փաստաթղթերի։ Գիտեք, Մանուշյանին նվիրված միջոցառումներն իսկապես ոգևորիչ են եւ գրականության եւ արվեստի թանգարանն էլ դեռ նախորդ տարվանից աշխուժորեն մասնակցում է այն ամենին, ինչը նվիրված է Միսակ Մանուշյանին, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Մանուշյանի արխիվը պահվում է գրականության եւ արվեստի թանգարանում։ Սա նաեւ հաճելի պարտավորություն է Մանուշյանի գործը, վաստակը, անունը, կյանքը ներկայացնելու համար հենց գրականության եւ արվեստի թանգարանում։ Ուրիշ ինչ է արվում, որպեսզի մենք ու աշխարհը Մանուշյանին ավելի լավ ճանաչի։ Նախ սա տրամաբանական շարունակություններ ձեր նշած միջոցառումների, դեռևս սկսած Փարիզում Մանուշյանների պանթեոնիզացման արարողությունից, որին զուգահեռ գործում էր, որին կից գործում էր ցուցադրություն Միսակ եւ Մելինե Մանուշյանների վերաբերյալ։ Եվ այդ ցուցադրությանը գրականության եւ արվեստի թանգարանը մասնակցում էր Մանուշյանի անտիպորագրություններով։ Այն տևեց 8 ամիս եւ հիմա ահա ցուցադրության տրամաբանական շարունակությունն է այստեղ Երևանում, ամբողջությամբ նույնը չէ, լրիվ տարբեր ցուցանմուշներ են ցուցադրված։ Եվ իհարկե գրականության եւ արվեստի թանգարանի պարտավորությունն է մյուս մեծերի կողքին Միսակ Մանուշյանի արխիվը եւս լուսաբանել, լիդել հիմք գիտական, հետազոտական աշխատանքների համար։ Այստեղ պահվում է, այո, դուք նշեցիք Մանուշյանի արխիվային ֆոնդի զգալի մասը, որը Մելինե Մանուշյանն էր փրկել եւ իր հետ վերադարձրել Հայաստան 60-ական թվականներին եւ հետագայում հանձնել է գրականության եւ արվեստի թանգարանին։ Մեր թանգարանում պահվող նմուշների մեծամասնությունը նրա բանաստեղծություններն են, եւ սա հրաշալի առիթ է Միսակ Մանուշյանին ճանաչելու ոչ միայն որպես պայքարող, որպես ազգային գործիչ, որպես հասարակական գործիչ, այլ նաեւ որպես նուրբ քնարերգու չափազանց գեղեցիկ բանաստեղծական մտածողությամբ։
Այստեղ պահվում են նաև նրա օրագրությունները, որոնք դեռևս անտիպ են եւ գրականության եւ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ Ֆրանսիայում հրատարակչություն կա, որը նախաձեռնել է այս աշխատանքներն իրականացնել, համատեղ գործողություններ իրականացնելով ֆրանսաբնակ Հուրի Վարժապետյանի եւ Մելինե Մանուշյանի զարմուհու Կատյա Կիրակոսյանի հետ, ով նախաձեռնել է այս աշխատանքը։ Այս օրագրությունները շատ կարևոր տեղեկատվություններ են կրում եւ պատմական իմաստով եւ Մանուշյանին ճանաչելու իմաստով։ Առհասարակ, օրագրությունների միջոցով կարելի է բացահայտել բոլորովին այլ մարդու նրա ներաշխարհը, հոգեկան աշխարհը, մտորումները, ծրագրերը։ Միսակ Մանուշյանը գրի է առել տարիներով իր առօրյան, օրվա, ամսվա, տարվա կտրվածքով իր անելիքների ցանկը։ Գրքի ձևով կա նոթատետրեր են, որտեղ մեկ առ մեկ նախ նա նշում է տարեթվերը, նոթատետրը, որ տարեթվերը հրատարակված են արդեն, թե դեռ անտիպ են։ Այդ հրատարակությանն ենք պատրաստում Ֆրանսիայի հետ համատեղ, որի մասին խոսում էի, դեռևս անտիպ են եւ սրանց միջոցով կարելի է իսկապես բացահայտել իրական Միսակ Մանուշյանին։ Քանի որ այս ամիսն էլ նշանավորվում են նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում է նաև որոշակիորեն այն ամենն ինչ տեղի ունենում հայաստանյան թանգարաններում, բնականաբար գրականության եւ արվեստի թանգարանն էլ անմասն չի մնում։ Անցյալ տարին նշանավորվեց Ազնավուրի հոբելյանական միջոցառումներով եւ եթե չեմ սխալվում, ձեր մեկ ցուցանմուշը նաև Ազնավուրին էր պատկանում։ Քանի որ մենք խոսեցինք Մանուշյանի, Ազնավուրի մասին, այս պահին առաջարկում եմ մեր զրույցը ընդմիջել Ազնավուրի կատարումներից մեկով, սա նաև յուրատեսակ նշանավորում կլինի մեր մեծերի կյանքի գործունեության ու նաև ֆրանկոֆոնիայի այս մեկամսյակի։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, իսկ այս պահին մենք պետք է լսենք Շարլ Ազնավուրի կատարումներից մեկը։ Խնդրեմ։ Ils sont venus, ils sont tous là, dès qu'ils ont entendu ce cri, elle va mourir là, maman. Ils sont venus, ils sont tous là, même ceux du sud de l'Italie, il y a même Giorgio le fils maudit, avec des présents plein les bras. Les enfants jouent en silence autour du lit sur le carreau, mais leurs jeux n'ont pas d'importance, c'est un peu leur dernier cadeau. À la maman, à la maman. On la réchauffe de baisers, on lui remonte ses oreillers, elle va mourir là. Sainte Marie pleine de grâce, dont la statue est sur la place, bien sûr, on lui tendait les bras en lui chantant Ave Maria. Il y a tant d'amour, de souvenirs autour de toi. La maman, il y a tant de larmes et de sourires à travers toi, toi la maman. Et tous les hommes ont eu si chaud sur les chemins de grand soleil, elle va mourir là. Boivent frais le vin nouveau, le bon vin de la bonne treille, tandis que s'entassent pêle-mêle sous les bancs, foulards et chapeaux. C'est drôle, on ne se sent pas triste près du grand lit de l'affection. Il y a même un oncle guitariste qui joue en faisant attention à la maman, à la maman. Et les femmes se souvenant
des chansons tristes d'éveiller, elle va mourir. Tout doucement les yeux fermés, chante comme on berce un enfant après une bonne journée pour qu'il sourie en s'endormant. Ave Maria, il y a tant d'amour, tant de souvenirs tout autour de toi, toi la maman. Il y a tant de larmes et de sourires à travers toi, la maman, que jamais, tu ne nous quitteras. Շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում իմ զրուցակիցն այսօր Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն է եւ շարունակելով մեր զրույցը բնականաբար ֆրանկոֆոնիայի այս ամիսը նշանավորվում է թանգարանում ինչ ենք անելու։ Այո, միջոցառումների շարքը մեկնարկեց բնականաբար Մանուշյանին նվիրված ցուցադրությամբ տարվա կտրվածքով դեռ անդրադառնալու ենք այս շարժման մասնակիցներին, քանի որ Միսակ Մանուշյանի խմբում եղած անդամների արխիվային վավերագրեր կան գրականության եւ արվեստի թանգարանում, մասնավորապես խոսքս Լուիզա Ասլանյանի արխիվային անգին հավաքածուի մասին է, եւ բացի այդ գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերում մեծամասնություն են կազմում հենց ֆրանսալեզու փաստաթղթերը եւ սրա շրջանակում մեկնարկել ենք մի ծրագիր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ աշխատում ենք, համագործակցում ենք Ֆրանսիայի ազգային ինստիտուտի հետ, որտեղից արխիվագետ է մեզ մոտ աշխատում, գործուղվել է արխիվագետ, ով ուսումնասիրում է հենց ֆրանսալեզու փաստաթղթերը։ Մեկնարկել ենք Արշակ Չոպանյանի արխիվային ֆոնդից, կունենանք ավելի այսպես շոշափելի պատկեր, թե ինչ ֆրանսալեզու փաստաթղթեր կան Արշակ Չոպանյանի արխիվում, որոնք մինչև հիմա ընթերցված, վերծանված չեն եղել։ Եվ կարծում եմ, որ ծրագիրը պիտի շարունակական լինի, այսինքն գրականության եւ արվեստի թանգարանում պահվող ֆրանսալեզու եւ ինչու՞ չէ հետագայում նաեւ օտարալեզու այլ վավերագրերի վերծանման շատ լայնածավալ ծրագիր ենք մեկնարկել, որը գիտական ուսումնասիրությունների տեսանկյունից չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Գաթի գրավոր ֆոնդերի 30%-ից ավելին օտարալեզու վավերագրեր են եւ դրանց մեծամասնությունը չվերծանված են, այսինքն սրանք կարող են լրիվ նոր ուղղություններ բացել, նոր գիտական թեմաների հիմք հանդիսանալ, պատմության մի նոր էջ բացել, մշակույթի մի նոր էջ բացել եւ այլն։ Իսկ այդպիսիք շատ են Մարգարիտ Բաբայանի արխիվային ֆոնդն է, իդեպ որտեղ պահվում են նաեւ Ռավելի, Դեբյուսի, Լալուայի եւ այսպիսի համաշխարհային հռչակ ունեցող մեծությունների ձեռագրեր։ Իհարկե Կորգանովի արխիվային ֆոնդն է, սրանք ընթերցված վավերագրեր են հիմնականում, բայց այս ֆոնդում են պահվում բազմաթիվ միջազգային նշանակության օտարալեզու վավերագրեր, այդ թվում Նապոլեոն Կայսեր հրաժարականի բնօրինակը, Լուի 14-րդի նամակը Պետրոսի առաջինին, Ռոմանովների տոհմի ներկայացուցիչների գրագրություններ, հրովարտակներ, Մոցարտի նամակը, ընկերոջը եւ այլն։ Խոսքով այս ամենը տեսնելու համար պետք է անպայման գալ գրականության եւ արվեստի թանգարան, քանի որ ձեր ցուցասրահներում նաեւ որոշակի մասը, բնականաբար որոշակի մասը պետք է հնարավոր լիներ ներկայացնել, սակայն այս տարվա կարևոր մի իրադարձության մասին եմ ուզում նաեւ խոսենք։ Մարկոս Գրիգորյանի թանգարանը շուտով իրականություն պետք է դառնա եւ այլևս Մարկոս Գրիգորյանի թանգարանը չի լինելու այն վայրում, որտեղ գրականության եւ արվեստի թանգարաններ, այլ գործելու է որպես առանձին մասնաճյուղ։ Այս մասին նաեւ տեղեկացնենք մեր ունկնդիրներին։ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն եւ իր գործերը Միջին Արևելքի թանգարան, այսպես կոչված ցուցասրահը, արդեն 32 տարի գործում է գրականության եւ արվեստի թանգարանի շենքի ներսում, համալրելով գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերը։
Եվ այո, սա ավելի քան 3 տասնամյակի պետական պարտավորություն էր, որ այսօր իրականություն է դարձել։ Մարկոս Գրիգորյանի թանգարանը շուտով կլինի առանձին մասնաճյուղ գրականության եւ արվեստի թանգարանի, այն կգործի որպես լիարժեք առանձին ավտոնոմ կառույց, ինչը հնարավորություն կտա ավելի սևեռել ուշադրությունը աշխարհահռչակ արվեստագետի աշխատանքների ու հավաքածուի վրա։ Գրականության եւ արվեստի թանգարանում բավական լայնածավալ ցուցասրահներում ներկայացված են նրա հավաքածուն ու գործերը, սակայն առանձին թանգարանային շենք ունենալը եւ անընդհատ նախատեսվող պարբերաբար ժամանակավոր ցուցադրությունները շատ ավելի են ընդլայնելու նրան հռչակելու հնարավորությունները։ Իսկապես ուրախալի է, որ նոր թանգարան է ստեղծվում, նոր թանգարան է բացվում Երևանի սրտում, եւ այս տարվա, քանի որ տարին էլ նաեւ նշանավորվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանով, բնականաբար սա լավագույն նվերն էր, որ կարող էր լինել եւ հուսանք, որ մինչեւ տարեվերջ անպայման հնարավոր կլինի այս թանգարանում տեսնել այն ամենն, ինչով մենք պետք է ծանոթանանք Մարկոս Գրիգորյանին, այն ամենը, ինչը որ հավաքել է տասնամյակներ շարունակ նշանավոր արվեստագետը։ Բնականաբար մեր զրույցը ես չեմ կարող ավարտել չանդրադառնալով նաև գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղերի գործունեությանը, որոնք այսօր աշխուժորեն գործում են եւ կարևոր մասն են կազմում թանգարանի գործունեության։ Ինչ է արվում այս ուղղությամբ։ Դուք նշեցիք, որ մասնաճյուղերն իսկապես աշխուժ ակտիվ գործունեություն են վարում, այո, մասնաճյուղերի ամսական միջոցառումների ցանկին կարելի է ծանոթանալ նաև գրականության եւ արվեստի թանգարանի սոցիալական էջերից։ Այստեղ պարբերաբար իրականացվում են միջոցառումներ, բնականաբար մասնաճյուղերը անմասն չեն մնալու Իսահակյանական, հոբելյանական միջոցառումներից, քանի որ Ավետիք Իսահակյանի արխիվային ֆոնդը բնականաբար պահվում է գրականության եւ արվեստի թանգարանում, այլ հոբելյանական միջոցառումներ։ Մասնաճյուղերում եւս գործում են բազմաթիվ կրթական ծրագրեր եւ մեր մասնաճյուղերի որոշ մասը ունի շատ մեծ առավելություն, նրանք տուն թանգարաններ են իրենց բակով ու այգով եւ այս այգին հնարավորություն է ընձեռում նաեւ բացօթյա միջոցառումների, մշակութային ժամանցի յուրօրինակ ձևաչափի։ Մյուս բնակարան տուն թանգարաններն ունեն իրենց առանձնահատկությունը, քանի որ այստեղ դուք զգում ես հենց այս գրողի մեծի տանը հյուր նույն կենցաղով, նույն վարքու բարքով, ինչպեսին նա թողել է, եւ յուրաքանչյուր անգամ կարելի է թանգարանը բացահայտել յուրովի։ Բոլոր մասնաճյուղերն ամեն անգամ ունենում են նոր ծրագրեր, նոր կրթական ծրագրեր, մշակութային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անվանակրին յուրովի բացահայտել։ Նշենք ում թանգարաններն են, որ թանգարաններն են մասնաճյուղերը, որպեսզի մեր ունկնդրին վստահ եմ շատ-շատերը եղել են, գիտեն, սակայն նաև ընդհանրական պատկերացում, որ թանգարաններն են որպես մասնաճյուղ հանդիսանում գրականության արվեստի թանգարանի։ Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարան, Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը Երևանում, Պերճ Պրոշյանի տուն թանգարանը Աշտարակում, Հովանես Թումանյանի տուն թանգարանը Դսեղում, Աքսել Բակունցի տուն թանգարանը Գորիսում եւ Գրիգոր Ղափանցյանի թանգարանը նորից Աշտարակում եւ հպարտությամբ, սիրով պիտի նշենք, որ մասնաճյուղերի շարքը կհամալրվի եւս մեկ չափազանց կարևոր նշանակության թանգարանով, դա կլինի Մարկոս Գրիգորյանի թանգարանը։ Միշտ համեցեք գրականության եւ արվեստի թանգարան, որտեղ պահվում են ավելի քան 1200 անոն երևելիների արխիվներ, շուրջ 2 միլիոն թանգարանային առարկայով։ Այստեղ 100-րդ այցելության ժամանակ էլ անգամ կարելի է նոր բան տեսնել, նոր բան բացահայտել։ Եվ այժմ Մարկոս Գրիգորյանի թանգարանի առանձնացմամբ այս հանգամանքով պայմանավորված մեզ մոտ կմեծանա, կընդլայնվի նաև ցուցադրական տարածքների հնարավորությունը, որտեղ արդեն ծրագրված կա 2 տարվա համար
պարբերաբար իրականացվելիք ժամանակավոր ցուցադրությունների ամբողջ նախագիծ ձեզ իրազեկ կպահենք ժամանակ առ ժամանակ նախատեսվող մեծ միջոցառումների, ժամանակավոր ցուցադրությունների եւ հետաքրքիր նախագծերի մասին։ Մենք էլ Վանաձայնի եթերում պարբերաբար կանդրադառնանք ձեր գործունեությանը, կանդրադառնանք մասնաճյուղերի գործունեությանը, կներկայացնենք եւ ուրախ կլինենք պարբերաբար նաեւ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ անդրադառնալ այն ոգեղեն ժառանգությանը, որով հարուստ է գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղերը։ Ու բնականաբար սա նաև լավ առիթ կլինի հաղորդակից լինել մեր մշակույթին, մեր գանձերին։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։